Տիկին Ղազարյան, ունեք վիճակագրություն, օրինակ, ես ոնց հասկացա, կապում եք այս ընտրությունների հետ։ Խնդրեմ մի հատ վիճակագրություն ասեք, էլի։ Եվ երկրորդը, Սահմանադրության 48-րդ հոդվածը ուղիղ ամրագրելով այս իրավունքը, 4-րդ մասով է միայն, որ սահմանափակում է ընտրելու իրավունքը ազգային ժողովի ընտրությունների մասով։ Այն է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված։ Կմատնանշեք սահմանադրական որևէ նորմ, որևէ դրույթ, որ իրավունք է տալիս սահմանափակելու այս հիմնական իրավունքը, որևէ դրույթ։ Պարոն Մինասյան, ես կարող եմ ասել, որ նախագիծը շրջանառվել էր բավականից վաղուց եւ պետք էր, որ բոլոր կողմերից ստացվեն առաջարկությունը, մենք միշտ ենք ասել, ցանկացած առաջարկության, ցանկացած քննարկման կողմ ենք։ Երեք մենք գլխադասային հանձնաժողովում քննարկել ենք Սահմանադրականության հարցը ձեր գործընկերը եւս բարձրացրել է, մենք այդ մասին խոսել ենք։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության դեպքում նման խնդիր չի առաջացել եւ մենք արդեն քանի տարի նման կերպով գնում ենք ընտրությունների։ Հիմա այս դեպքում մենք կարծում ենք որևէ խնդիր չի առաջանա, եթե ունեք կասկածներ, խնդրեմ կարող եք դիմել Սահմանադրական դատարան։ Վիճակագրության դեպքով ես էլի եմ ասում, վիճակագրական տվյալներով չես կարող իդենտիֆիկացնել, թե քանի հոգի եկել է կոնկրետ ընտրելու համար, բայց այն որ այդ օրերին թիվը շատացել էր, այնպես ինչպես նաև մենք բոլորս ականատես եղանք մարդիկ անպատասխանատու, ինձ հետաքրքիր չի ընտրության արդյունքներն ու հետևանքները ինչ կլինի, ես եկել եմ ընտրեմ գնամ, այն մյուսն էլ թե բայ ես իմ երեխեքին վերցնում եմ գնամ, հեսա խառնվեք իրար, սա անպատասխանատու վերաբերմունք է եւ մենակ դա չէ հիմք հանդիսացել, մենք բոլորս էլ Հայաստանում ապրում ենք, մեր բնակավայրերում տեսել ենք ինչ է կատարվել, եկեք այս իրողություններին իրական հաշվերով նայենք, էլի։ Արձագանք։ Տիկին Ղազարյան, հիմնարար սխալ եք թույլ տալիս, երբ որ ասում եք տեղական ինքնակառավարման մարմին, նախ տեղական ինքնակառավարման մասով Սահմանադրությունը նախատեսել է այդպիսի հնարավորություն։ Ազգային ժողովի ընտրությունների համար չկա այդ հնարավորություն նախատեսված, չգիտեմ ձեզ ով է այդ իրավական խորհրդատվությունը տվել։ Սա կատարյալ իրավական տեսակետից ներողություն բարձրանում, բայց ճշգրիտ պիտի գնահատեմ։ Անգրագիտություն է։ Եվ երկրորդը վիճակագրությունը Այնց ստացվեց, որ Սահմանադրական դատարանում այս պահանջը ներկայացվեց, ես կհրապարակեմ վիճակագրությունը, բացարձակ կապ չունի ձեր կողմից նշվածի հետ, բացարձակ, և կապ չունի մարդը ընտրելու համար է եկել, թե չէ, ձեր ասած մտահոգությունը բացարձակ, կրկնում եմ, կապ չունի Հայաստան այս ժամանակահատվածում այցելած քաղաքացիների թվերի հետ եւ կներկայացնեմ անպայման։ Ես էլ ունեմ իմ համոզմունքը, որ ուղղակի կապ ունի ընտրությունների հետ եւ այդ համոզվել եմ ոչ միայն ես, այլ Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ։